Դեկտեմբերյան այս եղանակը հիշեցնում է վաղաշուն, իսկ ծառատունկը գարուն։ Այսօր Երևանում տնկվող յուրաքանչյուր ծառ ոչ միայն կանաչ տարածք ավելացնելու փորձ է, այլ նաև լուր արձանագրում մի իրականության, որ կլիման փոխվել է, եւ մենք արդեն ապրում ենք այդ փոփոխության մեջ։ Մշտադալարների տունկը ինքնանպատակ չէ, գիտենք, որ ձմռանը օդի վիճակը Երևան քաղաքում վատանում է, կանաչ ֆոնդը քնած է եւ հետեւաբար կանաչ ֆոնդից, այսպես պատկերավոր ասեմ, չքնածները դրանք մշտադալարներն են եւ որպիսի ձմռան օդի աղտոտվածության դեմ պայքարի լավագույն գործիք նաեւ կանաչապատումն է, այդ պատճառով հատկապես մշտադալարները ավելացվել են եւ շարունակաբար ավելացվելու են ամբողջ Երևան քաղաքում։ Մենք ուզում ենք նպատակ ենք դրել, որ Երևան քաղաքի կանաչ ֆոնդի 25%-ը պատենք, այսինքն այնտեղ 25%-ը լինի մշտադալարներ։ Երևանի քաղաքապետն անձամբ է մասնակցում քաղաքապետարանի նախաձեռնությամբ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասի Կասկադային հատվածի ձմեռային ծառատունկին։ 2025 թիվը մենք սկսեցինք, եթե հիշում եք, մշտադալարների ձմեռային տունկով, ամբողջ քաղաքով մեկ այն ժամանակ 200 եղևնիներ եւ սոճիներ տնկվեցին քաղաքում եւ այս ձմեռային տունկը մշտադալարների համար շատ լավ է եւ ահա այս տարի մենք տարին եզրափակում ենք նորից ձմռանը, նորից մշտադալարների տունկով։ Բեգոյանի խոսքով Երևանի բոլոր վարչական շրջաններում է այսօր մշտադալարների ծառատունկ շուրջ 600-ի չափով։ Ուղիղ կեսը միայն Նոր Նորքի այս հատվածում։ Ծառերից 200-ը քաղաքապետարանին նվիրել են գործընկեր կազմակերպությունները։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։